միայն կարճ հորդորական խոսք ասեմ։ Բոլոր դարերում Սուրբ Հոգին գործել է, որտեղ սրբություն ու մաքրություն եղել։ Եղբայրները լավ հորդորեցին։ Մովսեսի ժամանակ խորանը պատրաստվեց, ամեն բան իր խոսքով եղավ։ Եթե իր խոսքով չներ, ամպը չէր իջնի։ Սողոմոնի ժամանակ ու գրված է, երբ որ սրբությունից դուրս եկան, նվագարաններով, ծնցղաներով երկեցին, երբ որ սրբությունից դուրս եկան, ամպը իջավ եւ գրված ամպի պատճառով քահանաները իրանց գործը չէին կարող։ Քահանաները իրանց ծառայությունը չկարողացան կանտել, չկարողացան ներս մտնել։ Եթե նրանք չկարողացան ներս մտնել, ոնց կարող են Սուրբ Հոգով լեցված մեղ գործել։ Հնարավոր բան չի։ 7 տարեկան տղան հավատացյալ։ Գիտես ինչ է երկում տան մեջ։ Եվ Սուրբ Հոգին ի մեջ չգործի։ Ինչ լսած կլնեք։ Երբ որ Սուրբ Հոգին մեջ չգործի, երկում է։ Այսպես կանեմ Դավիթի նման, այսպես կանեմ բանին։ Մաման կողքի սենյակն ասում է, երկելից ասում է, երբ Սուրբ Հոգին ի մեջ չգործի, կչփխեմ մամայի նման։ Այո, չգործի ամեն ինչ հնարավոր է։ Մարմնավոր է, շնչավոր առաջ կգնա։ Չփխել, եսիմ կանակել, ձերք բարձրացնի վերջը։ Եղբայրներ քույրեր, երբ որ Սուրբ Հոգին գործի, մարդը չի կարող մեղ գործի։ Մարդը իամ Տիրոջ հոգով սրբած, լեցված պիտի փառավորի Տիրոջը։ Օրհներգի Տիրանունն է։ Գրված է սովորաբար։ Իրոք որ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, մոտեցեք։ Ջանք արեք գրված է, ջանքի մեջ թուլացրեք, մեղեք, հոգով բորբոքվեք, Տիրոջը ծառայեցեք։ Հոգով բորբոքի նշանակում է Սուրբ Հոգով լեցվեք։ Եկեք բերենք մեր հոգսերը, կարիքները, վիճակները, դժվարությունները